Հոկտեմբերի 13-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվեց ծառայության աշխատանքը անցած 9 ամիսների ընթացքում։ Հաշվետու զեկույցում նշվեց, որ հիշյալ ժամանակահատվածում իրականացվել են զգալի կազմակերպչական աշխատանքներ եւ կանխարգելիչ միջոցառումներ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կուլտուրայի բարձրացման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ, հետևողական կազմակերպչական գործունեության, բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքի, ինչպես եւ տեսադիտարկման եւ արագաչափ սարքերի արդյունավետ կիրառման շնորհիվ այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 145-ով, զոհերի թիվը 55-ով, վիրավորներինը 206-ով։ Խորհրդակցության ընթացքում հաշվետվություններով հանդես եկան ճանապարհային ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուները, գերազանցապես անդրադառնալով աշխատանքում մարկաթերություններին եւ նշելով դրանց վերացման ուղիները։ Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։